Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի իրադարձությունները գնալով ավելի են խճճվում։ Եվ այսօրվա սերիան մեզ ստիպում է ականատես լինել հոգեբանական ամենաբարդ բախումներին, որտեղ հերոսները փորձում են գտնել ճիշտ ճանապարհը, բայց հաճախ ընտրում են ամենացավոտ լուծումները։ Սկսենք Նորոյի եւ Էդոյի շատ կարևոր ու տղամարդկային զրույցից։ Նորոն, ով պարզապես խեղդվում է իր վրա թափված խնդիրներից, գալիս է աշխատանքի վայր ու իր հոգսերով կիսվում Էդոյի հետ։ Նա անկեղծորեն պատմում է, որ հայրը Բաբկենը ցանկանում է կառավարել իր կյանքը, որոշումներ կայացնել իր փոխարեն եւ որ ամենասարսափելին է, փորձում է բաժանել իրեն ու Մագդային։ Էդոն լինելով իսկական ընկեր եւ շատ ավելի հավասարակշռված մարդ, փորձում է հանդարտեցնել Նորոյին, բայց միաժամանակ ստիպված է լինում բացել մի շատ տհաճ ճշմարտություն։ Նա Նորոյին պատմում է Էլիզի հետ իր չստացված հարաբերությունների եւ այն մասին, որ Էլիզը նույնիսկ եկել էր իրենց աշխատանքի վայր ու իրեն ավելորդություններ էր թույլ տվել։ Լսելով քրոջ այս անընդունելի պահվածքի մասին, Նորոն պարզապես հունից դուրս է գալիս։ Նրա արձագանքը ծայրահեղ է, բայց ինչ որտեղ հասկանալի։ Նա ասում է, որ քանի որ Էլիզը բառերով չի հասկանում եւ չի գիտակցում իր սխալները, ինքը ստիպված է դիմել կտրուկ գործողությունների եւ ուղղակի փակել նրան տանը։ Սա հուսահատ եղբոր քայլ է, ով կորցրել է վերահսկողությունը, բայց այստեղ Էդոն հնչեցնում է սերիայի ամենաիմաստուն միտքը։ Էլիզին տանը փակելով նրա միջի չարությունը դուրս չի գա։ Եվ իսկապես, ֆիզիկական արգելքը չի բուժում հոգևոր հիվանդությունը, սակայն Նորոն առաջնորդվում է սառը տրամաբանությամբ, պատասխանելով, որ գոնե այդպես Էլիզը ապահովագրված կլինի նոր ճակատագրական սխալներից։ Մինչ մեծերը փորձում են իրար տանը փակել, փոքրիկների աշխարհում սկսում են քանդվել մեծերի ստեղծած ստի պատերը։ Պարզվում է, որ նախորդ անգամ Ռոբը մինչև վերջ չէր կարողացել արտաբերել ճշմարտությունը եւ չէր ասել Ալինային ու Արևիկին, որ նրանք հարազատ քույրեր են։ Բայց նրա տարօրինակ կիսատ մնացած խոսքերը արդեն իրենց գործն են արել։ Ալինայի մոտ լուրջ կասկածներ են առաջացել։ Վերադառնալով տուն, այս խելացի աղջիկը սկսում է հարցաքննել Էլիզին։ Նա փորձում է հասկանալ, ինչու է Էլիզը այդքան վատ տրամադրված Արշակի հանդեպ։ Էլիզը խառնվում է իրար եւ սկսում է անկապ իրարամերժ բաներ պատասխանել։ Ալինան հիմար չէ։ Նա զգում է կեղծիքը եւ շատ շուտով այս գաղտնիքը վերջնականապես կբացահայտվի, ունենալով անկանխատեսելի հետևանքներ։ Բայց սերիայի ամենածանր եւ հոգեբանական ճնշող տեսարանը տեղի է ունենում հիվանդանոցում։ Արշակը գնում է Լանային տեսակցության։ Սա պարզապես այցելություն չէ։ Սա առերեսում է ճակատագրի դաժան հեգնանքի հետ։ Արշակը նայում է Լանային եւ տալիս է մի հարց, որը խոցում է ամենախորը վերքերը։ Նա հարցնում է. Ես չգիտեի, թե դու ով ես, բայց դու հո շատ լավ գիտեիր, թե ով եմ ես։ Ինչպես կարողացար սիրային հարաբերությունների մեջ մտնել ինձ հետ, լավ իմանալով, որ ես քո երեխայի հորեղբայրն եմ։ Լռություն։ Լանան պատասխան չունի։ Այս լռությունը ավելի խոսուն է, քան ցանկացած բառ։ Այն ցույց է տալիս, թե որքան էր Լանան խճճվել իր իսկ ստեղծած ստերի սարդոստայնում, մոռանալով ամեն տարական բարոյական սահման։ Եվ երբ թվում է, թե իրավիճակն ավելի լարվել չի կարող, ասպարեզում նորից հայտնվում է գլխավոր հրեշը՝ Կարենը։ Նա զանգահարում է Մագդային եւ սկսվում է հոգեբանական նոր տեռոր։ Կարենի պահանջը հստակ է եւ սարսափելի։ Կամ Մագդան հանդիպում է իր հետ, կամ նա կսպանի Լանային ու Նորոյին։ Մագդան հայտնվում է կատարյալ խուճապի մեջ։ Նրա ուսերին է դրված իր մոր եւ սիրելի տղամարդու կյանքը։ Ինչ քայլի կդիմի Մագդան հանուն իր սիրելիների փրկության։ Կգնա նա արդյոք զոհաբերության եւ արդյոք Նորոն կհասցնի կանխել այս ողբերգությունը։ Սիրելի դիտողներ, մենք կանգնած ենք շատ վճռորոշ իրադարձությունների շեմին։ Ձեր կանխատեսումներն ու կարծիքները անպայման գրեք մեկնաբանություններում։ Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի առաջինը իմանաք, թե ինչ հանգուցալուծում է ստանալու այս լարված պատմությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։